Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 12-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր խոսենք Հայաստանի զարգացումների մասին, կարճ անդրադառնամ, հետո անցնենք աշխարհաքաղաքականի թեմաները շատ է, չեմ ուզում Հայաստանին վերաբերող մասին չհասնեմ, շատ դեպքերում չեմ հասցնում, այն ինչ որ ձեզ համար հավաքել եմ, նույն նյութի մեջ հասցնեմ ձեզ ներկայացնեմ։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գործ Առուկյանն ասել է. կառավարության մասին է խոսքը։ Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և Հայաստանի պետական բյուջեի միջոցներով։ Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ասել է Գործ Առուկյանը։ Ճշտող հարցին ինչ ասել է նախաձեռնությունը մերն է, ինչպես են դիմել, Ծառուկյանն ասել է նախաձեռնությունը հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել, փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրությունների և ուղարկել են համապատասխան լրագրողների։ Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Հրավիրվել են և պետական, և մասնավոր, և ավելի պրոիշխանական և ընդդիմադիր լրատվամիջոցներ, այդ հարցին էլ ում դիմել են, բոլորը եկել են, թե մերժողներ էլ են եղել, Գործ Առուկյանն ասել է, որ բոլորը եկել են, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել 3 օրով։ Հիմա ինչ հասկացանք սրանից, երեկ երբ որ ասվեց, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել, արդեն նախնական պարզ էր, որ նպատակն է թուրքական լրատվամիջոցների միջոցով թուրքական ժողովրդին իր ուղերձը հղի, իր վստահությունը ցույց տա, հիմա առավել ևս երեկվա ասածը ճիշտ դուրս եկավ, որովհետև եթե Հայաստանն է նախաձեռնում, ասում է եկեք, այդ մարդիկ գալիս են, և այդ մարդկանց առաջ հանդես է գալի, կարող է պատկերացնում եք, որ Հայաստանի վարչապետը թուրքական լրատվամիջոցներին կանչել է, որ ասի կգնաք ձեր Էրդողանին կասեք, այդ Սյունիքով ճանապարհը չենք տալու, հերիքա ձեր նախարարներն ու Էրդողանն ու արտգործնախարարն ու կանգնեն ու բոլորն ասեն, թե Սյունիքով ճանապարհը պետք է Հայաստանը անպայման տա, մենք այդ հարցը քննարկել ենք Ադրբեջանի հետ եւ այլն, չենք տալու ու վերջ, այսին վերջնական խոսքն է, հո չեք կարծում, որ տենց բան է ալնելու, հո չեք կարծում, որ ասել է, որ կգնաք կասեք այդ ցեղասպանություն անողներ, մենք դա չենք մոռանալու ու երբեք մտներովը չանցնի, որ մենք դա կուրանանք, ընդհակառակը պետք է հասնենք դրան, որ դուք էլ ճանաչեք, չեք կարծում, չէ՞ որ նման բան լինի, այսինքն եթե Հայաստանի վարչապետը նախաձեռնությունը հանդես բերում, Թուրքիան ասում է, սահմանը չեն բացելու, մինչև Ադրբեջանի պահանջը չկատարես, Ադրբեջանի պահանջ ասելով նաև հստակ ամեն անգամ Ադրբեջանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ասում են, որ Սյունիքով ճանապարհը պետք է լինի ազատ տեղաշարժ ու անխոչնդոտ։ Եվ այս պարագայում, եթե դու Թուրքիային դիմում ես, ասում ես արի հարաբերությունները լավացնենք, այսինքն ասում ես Թուրքիա իմացի, որ քո պահանջը, այն ինչ որ դու դնես, մենք կատարել ենք, ուղղակի կփորձենք ուրիշի վրա գցենք։ Այլապես ոնց ես դու դուրս գալու դրա տակից, եթե Թուրքիան պահանջ է ներկայացնում, դու ասում ես այդ պահանջը չեմ կատարում, այդ մարդկանցին չես կանչե, որ ինչ գնան հայտնեն Հայաստանի կողմից, ինչ վստահության մթնոլորտ ստեղծեն, այսինքն այդ մթնոլորտը ստեղծում ես այն ժամանակ, երբ որ պատրաստ ես իրանց ասածը անես, եւ պատահական չի, որ նրանք մի միլիմետր չեն հրաժարվել այդ դիրքերից, այս ընթացքում պարբերաբար ամեն օր անդրադառնում ենք դրան, որ Թուրքիան ակտիվորեն ցանկանում է օգտվի առիթից, երբ որ Միացյալ Նահանգները ցանկանում է հետ քաշվի Եվրոպայից, ինքը եւ Եվրամիության անդամ դառնա այն միամիտների համար, որոնք կարծում են Եվրամիությունը քանդվում է, Թուրքիան է գլուխը ջարդում է, որ մտնի, եւ մեկ է Թուրքիան ասում է, քանի որ Ամերիկան հետ է քաշվում, իսկ ինքն էլ ունի ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակը տարածաշրջանում,
աշխարհում է երկրորդը ՆԱՏՕ-ի կազմի, ուրեմն այդ դեպքում ինքը իր բանակով առանց իր աջակցության եվրոպական անվտանգություն պահել հնարավոր չէ, եւ այնպես չի, որ Եվրոպան ստիպված չի դրա հետ հաշվի նստել, այսինքն եւ զգուշավորություն ունեն Թուրքիայի հետ եւ Թուրքիային չեն ուզում բաց թողեն, երևի օր չկա, որ այդ հարցի վրա ձեր ուշադրությունը չեմ հրավիրում, եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունները մտածում են, դե եթե Թուրքիայի դերակատարությունն է այսքան մեծանում է, գլխապատառ գցվենք Թուրքիայի ոտերը։ Մենք իհարկե այս ամեն ինչը տեսել ենք, երբ որ խոսում էին, որ 3 օրում Պուտինը գրավելու է Ուկրաինան, արդեն տոնական համազգեստները տարել էին, որ հաղթանակի շքերթը նշեն Կիևում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը գցվեց գնաց Պուտինի ոտերն ընկավ, բաներ խոստացավ, հետո անդադ երեսով էին տալիս, ասում են ինչ ոստեղ եկել խոստացել ես, գնաք ու ժողովրդին ասա։ Հասցրեց փաստաթղթեր, ստորագրեց խայտառակ փաստաթղթեր, որտեղ արդարացումներն այլ դե ինչ անենք, դե բոլորը գիտեին, որ Ուկրաինային պարտվել է, հաջորդը մենք էինք, գնացինք, ասենք, ոնց ասես, քո ասածը կանենք։ Հետո իրավիճակ փոխվեց, ռուսների բորբոքվածությունը նա էր, որ բայեկել էր այդ ամեն ինչն ասում էր, ինչ փոխվեց, չէ՞։ Հիմա նույն ձևով, հիմա եթե գտնում է, որ Թուրքիան ուժեղանում է առավել ևս իր ծառայությունը մատուցելով Եվրոպային, ավելի լավ է գցվենք Թուրքիայի ոտերը, ոչ թե Եվրոպայի հետ համագործակցենք, որտեղ Եվրոպան քեզանից չի պահանջում ոտերն ընկնել, որտեղ ոչ մեկի հետ ինքը նման ձևաչափով չի աշխատում, այլ դրա փոխարեն մի փոքր ուշացնում եք ինչ որ մտածածին պատճառով Եվրամիության անդամակցության հետ կապված օրենքը ընդունելը, այն դեպքում, երբ որ այդ օրենքը չի էլ նախատեսում դիմում գրել անդամակցության, ընդամենը մի հատ անշարժ օրենք է, որ գոնե հնարավորություն է տալու հետները մի քիչ ավելի ակտիվ բանակցել, ասել ես թուղթը տեսնում եք, ես համարենք սկիզբը, որ գոնե դա էդ էլ հետ գցեցին, որ այս ընթացքում հասցնեն Թուրքիայի հետ ավելի շատ լավանան, նոր դրա ընդունման մասին մտածեն, մի հատ էլ տեսնեն արձագանքները, որտեղից ինչա գալի, ինչքան հետ գցեն, որ մի քիչ էլ որոշակի դառնա։ Այսինքն սա է հարցը, իսկ վաղը մենք հիմա էլ դրա տակից չենք դուրս գալու, թե ինչպես են հիմա այդ ժեստերին անում Թուրքիային։ Հիմա էլ Թուրքիան է վաղը ասել ես ինչ խաղեր եք տալի, բա եկել էիք կրոնը ընդունել էիք, հիմա արդեն էս ինչ եք անում։ Այսինքն նորից մենք հերթական անգամ չեղած տեղը տեղից էլ հարաբերություն չունեինք, հիմա վատացնում ենք չեղած հարաբերությունը, որտեղ տրվում է խոստումներ, որը եթե չկատարի պրոբլեմա, եթե կատարի պրոբլեմա։ Հնդկական լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է. Հայաստանն այս պահին բավականին դինամիկ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել, ասել է Միրզոյանը։ Իդեպ այնպես չի, որ մենակ Միրզոյանն ասել, Ռուբեն Ռուբենյանն էլ հանդես եկավ, անվտանգության խորհրդի քարտուղարներ, Թուրքիայի հետ կապված այս ամեն ինչը մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, մնում ենք իրանց, սպասում ենք իրանց պատասխանին։ Մեր համար ոչ մի խոչընդոտ չկա, սահմանը բացելու սպասում ենք իրանց պատասխանին։ Իսկ իրանց պատասխանը ինչի չկա, որ ասեն ձեզ կոտորում եք, որտեվ ավելին է պահանջում։ Դուք էլ ասում եք այդ ավելի հետ կապված, եթե այդ ավելին դուք համաձայն չեք, այս ժեստերն ինչ եք անում։ Երբ որ իրանք պարզ ասել են, որ մեր համար Սյունիքի ճանապարհը պետք է անխոչնդոտ մենք կապվենք Ադրբեջանի հետ, որևէ անգամ իրանք այդ մտքից չեն հրաժարվել։ Եվ եթե մենք շարունակում ենք նորից ժեստեր անել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի, նաեւ Ադրբեջանի, դա նշանակում է ուղղակի մտածում են, թե ոնց անենք, հետո դրա տակից ոնց դուրս գանք, ասենք դե տեսեք, նույն անխոչնդոտը մենք էլ ունենք, Սյունիքից կարողանում ենք Նախիջևանի տարածքով կապվենք Հայաստանի տարածքին։ Նախիջևանի տարածքով Հայաստանի տարածքին Սյունիքից ինչ է ստանելու, իսկ քո տարածքով տարվող բեռը, որը տրանզիտ է ալնելու, ինչ կարող է տարվի։ Դրանք համարժեք ճանապարհներ եւ համարժեք կարգավիճակներ չեն։ Դրան իհարկե էլի կանդրադառնանք, դա այն թեման չի, որ մի անգամ խոսելով ավարտվի։ Նիդերլանդների արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի շրջանակին ասել է. Իդեպ Նիդերլանդների հետ կապված Հայաստանը ստորագրել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, դրան հետագայում կանդրադառնանք, Նիդերլանդները
շատ օգտակար երկիր է ներդրումային քաղաքականության, հատկապես գյուղատնտեսության հետ կապված շատ բարձր մակարդակի հնարավորություններ ունի, բայց հիմա այս պահին ինքը այս եվրոպական անվտանգության հարցերի հետ կապված ինքը ստվերում է։ Այսինքն նրա մեծ դերակատարություն չունի, որ ասենք իր միջոցով կամուրջ ենք ստեղծում դեպի Եվրոպա կամ եվրոպական անվտանգության համակարգ։ Դրա համար այսպես ասած լավատեսությամբ, բայց զգուշավոր լավատեսությամբ հետագայում կարձագանքենք, եթե հռչակագրից բացի կոնկրետ քայլեր կլինեն։ Հիմա նայենք մեր հետ կապվածները։ Մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսին են օրինակ միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, գանգատներից ու հայցերից հրաժարումը։ Եվ եթե համաձայնեցվի ստորագրվի ու մտնի ուժի մեջ խաղաղության պայմանագիրի նկատի ունի, այս եւ մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման, նշել է Միրզոյանը։ Այսինքն դուք պատկերացրեցիք, խոսքը նա է, որ մենք հայցերից հրաժարվելով համարում ենք, որ մենք այլևս պահանջ չունենք Ադրբեջանից։ Այսինքն այն ինչում որ մենք Ադրբեջանին մեղադրել ենք, այլևս չենք մեղադրում։ Այսինքն խաղաղության պայմանագիրը ստորագրելով, հրաժարվելով դրանից, դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը, որը հիմա հրաժարվեց, հետագայում չի օգտագործի այլ տարբերակներ, այլ խողովակներ Հայաստանի պահանջներ ներկայացնելու համար։ Բայց հարցը դա չի, եթե նույնիսկ իրանք դա չներկայացնեն։ Մենք համառորեն գնում ենք մի ճանապարհով, որ համարում ենք, որ Ադրբեջանը ագրեսոր չէ, Ադրբեջանը մեր վրա չի հարձակվել, ընդհակառակը Հայաստանը ճանաչում է 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում եւ Հայաստանն է ագրեսոր, որ հարձակվել է Ադրբեջանի վրա։ Մի բան է պետք է շնորհակալ լինենք, որ իրանք մեր դեմ ներկայացված հայցերից հրաժարվեն, մենք էլ իրանց դեմ ներկայացված հայցերից։ Այսինքն ի սկզբանե Հայաստանի նախագահը, Հայաստանի վարչապետը հիմքեր են տալի, որ մեզ դատի տան, կանգնում հայտարարում են, որ 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է, նշանակում է մենք օկուպանտ ենք, Ադրբեջանը հայց է ներկայացնում, հետո ասում ենք ժողովուրդ տեսակ ինչից փրկեցինք, ինչից փրկեցինք, այդ հոդվածները տվեցիք, որ Ադրբեջանը մեր դեմ տա, որտեղ Ադրբեջանը մինչև ձեր խոստովանությունը չէր կարողանում միջազգային հանրություններում դա անցկացնի։ Ասում են ընկեր ջան, հիմքերը թույլ է, գնացեք Հայաստանի վրա դրեք դա, Արցախի վրա դրել եք, որ ինչ Արցախը չկա։ Հա շատ լավ, ուրեմն Հայաստանի վրա որպեսի դնենք, Հայաստանի վարչապետն ու նախագահը կասեն, որ Արցախը 91 թվականից է Ադրբեջանի կազմ, դրանից հետո թե պատերազմը, որ Հայաստանը զորքամտցրել է, թե որ փողա տվել այնտեղ, թե որ հանքերն աշահագործել, թե չգիտես ինչ արել, այդ բոլորը մնաց Հայաստանի վրա։ Հիմա այդ հոդվածը դրվում է Հայաստանի վրա, Նիկոլ Փաշինյանը հերոսաբար հանում է, որպեսի հանի նաև մեր պահանջները Ադրբեջանին։ Ու իրան թվում է, թե ոչ մեկը գլխի չընկավ, թե ինչով են զբաղված։ Մեկ էլ Արարատ Միրզոյանն ինչ է ասում։ Այո, մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի երրորդ կողմերի ուժերի բացառումը։ Եթե համաձայնեցվի ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման։ Իհարկե, այստեղ խնդիր է առաջանում, սա այնպես նեցա ներկայացվում Հայաստան եւ Ադրբեջան միջպետական սահմանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում էր, այնտեղ որտեղ որ Սահմանազատում, սահմանագծում արված վերջացրած է 11 կիլոմետրը, պատրաստ ենք այդտեղ մենք որևէ ուժ չունենալ, անգամ դիտորդ չունենալ, որի հետ կապված սկզբունքորեն Ադրբեջանը դեմ է։ Բայց հիմա հարցը, որ այսպես ձևակերպում է, եւ ասում է, որ սա պետք է մտնի բանի մեջ, խաղաղության պայմանագրի մեջ, բայց մի րոպե, Նիկոլ Փաշինյանն ասում է, մինչև ամբողջը չսահմանազատենք, սահմանագծենք, մինչև սահմանի փշալարը չքաշենք, որպեսի հանձնենք մեր սահմանապահներին, ոչ թե ելնի շփման գիծ կամ դիրքեր, այդ ժամանակ նոր պատրաստ ենք հրաժարվել այդ հատվածներում դիտորդներից։ Բայց եթե պայմանագիրը ստորագրես, պայմանականորեն ասենք այսօր խաղաղության պայմանագիրը, դրա մեջ ներառես այդ դրույթը, բայց սահմանազատում անելու ես 30 տարվա ընթացքում, ուրեմն վերջ, անմիջապես պահանջադրվելու, որ եթե դու արդեն խաղաղության պայմանագիրը ստորագրել ես, կապ չունի սահմանազատել ես թե ոչ, դու երրորդ երկրի որևէ ուժ բերել չես կարող կանգնացնել, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր մինչև սահմանազատում չանենք, դեռ դիտորդները պետք է մնան, Ադրբեջանը այդ պահանջը շարունակեց։ Հիմա եթե Հայաստանն ասում է մենք իրանց պահանջին պատասխանել ենք, ու հիմա Արարատ Միրզոյանը այս մասին ասում է, այսինքն ուզում է ասի, որ մենք ընդունել ենք Ադրբեջանի պահանջը։ Այո, դիտորդներին հանգիստ կհանենք, որևէ այլ երկրի ուժ չի լինի, անկախ նայած սահմանը
սահմանազատում արված է, թե չէ։ Դա իսկ սահմանազատումը հանած էր խաղաղության պայմանագրից, որ այդ ժամկետները դրանք միանգամայն տարբեր են։ Հիմա այդպիսի պահանջ մեր վրա դնելու պարագայում, եթե Ադրբեջանը սահմանը խախտում է այնտեղ, որտեղ սահմանազատում արած չի, ում ենք դիմելու, ինչ ենք ասելու, տեղից էլ տեսնում ենք, որ աշխարհում չենք կարողանում որևէ մեկին դիմենք, որովհետև հիմա նոր աշխարհակարգ ձևավորվելու խնդրեմ կա։ Ամենամեծ խնդրեմը կայանում է նրանում, օկուպանտին պատժում ես, խաղաղություն ես պարտադրում, դուրս ես շպրտում, որ մյուս օկուպանտներին դա սլնի, թե օկուպանտի հետ բանակցում ես, այն ինչ որ ինքը վերցրել է, ասես այդ քեզ լնի, պարտված կողմին կամ թույլ կողմին ես պարտադրում, չէ որ հիմա դա է որոշվում աշխարհում, կռիվ է գնում հենց այդ մակարդակի վրա, որից կախված է նաև մեզ վերաբերվող մասը, թե ինչ է տեղի ունենալու, այսինքն տեղից էլ աշխարհում այդ հարցը չի լուծվել, բայց մինչև այդ մենք պատրաստվում ենք այդ հարցում զիջումների գնանք, որը մեզ համար անելու է այս երկու կետով էլ շատ վտանգավոր, բայց ուշադրության կենտրոնում կպահենք, հասկանանք ի վերջո ինչ է տեղի ունենալու, որ Հայաստանի իշխանությունները սենց հեշտությամբ չգնան սենց զիջումների։ Եվ մեկ էլ Արարատ Միրզոյանը ինչը ասել, որևէ պետություն չի կարող ասել, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն ազդեցություն չեն ունենա իրենց վրա։ Ամբողջ աշխարհն այսօր կենտրոնացած է մի քանի խնդրի վրա։ Թերևէ չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջիններից մեկը Ուկրաինայի հակամարտության դադարեցման վերաբերյալ ուղղված ջանքերն են։ Հարավային Կովկասում իրավիճակը կարող է կախված լինել Ուկրաինայի շուրջ գործընթացներից։ Պատկերացնում եք հիմա ինչ է ասում։ Այսինքն ամեն օր Ուկրաինայի թեմայից խոսում ենք, ինչ է անում Եվրոպան, ինչ է անում Ամերիկան։ Անկամ մեր հայրենակիցներից մարդիկ են ելնում, որ ասում են, պարոն Անդինյան, մի քիչ մեր տեղական խնդիրներից խոսա։ Ասում են, մեր տեղականն էլ է լուծվում դրսում։ Այն ինչ որ հիմա դրսում կատարվում է, դրանով պայմանավորված է, թե ներսում ինչ ալնելու։ Հեչ պետք չի, որ այս ներքին ինչ որ խնդիրներին անդրադառնամ, թե այսօր ինչ արեցին, ստեղ ասֆալտեցին, թե չէ, թեպետ բոլոր բաները շատ կարևոր է։ Բայց այդ թեմաներից գիտեք ինչքան մարդ է խոսում, բերեք գոնե խոսենք այն բաներից, որ ինչպես տեսնում եք, ընդհանրապես Արարատ Միրզոյանը արձանագրում է, որ մեր ներքաղաքական, ներպետական խնդիրները, Հարավ Կովկասի հեռանկարը, այդ ամեն ինչը ուղղակիորեն առնչվում է ուկրաինական պատերազմի հետ, բայց էլի իրանք որևէ վերաբերմունք չեն արտահայտում։ Այսինքն սրանով ընդհանրապես փաստեցին, որ մեր հասարակության մտահոգությունները արդարացված են, որ իրանք ամենօրյա ռեժիմով հետևում են ուկրաինական պատերազմին, բայց իրանք մեր հասարակությանը ասելիք չունեն, որ ասեն ժողովուրդ ջան, իմացեք, մեր կարծիքը սա է, մի մտահոգվեք, այդ ամեն ինչ հսկողության տակ է, մենք որոշակի աշխատանքներ տանում ենք, որ անկախ նրանից ինչ տեղի կունենա Ուկրաինայում, մենք համենայն դեպս իրավիճակի փլատակների տակ չմնանք, բայց եթե մարդը անհանգիստ է, ոչ մի ինֆորմացիա չի ստանում, ինֆորմացիա ստանալուց հետո արտգործնախարարից ամենաինֆորմացված մարդուց ընդամենը իմանում է, որ ինչ որ մեր մոտ կատարվում է կախված է ուկրաինական պատերազմից, բայց պարզ հարց է տալու, բա ումից իմանանք թե ինչ է կատարվում, որ իմանանք մեր անելիքը, մեր երկրի ապագա երեխաների տեր ենք, թոռների տեր ենք, պետություն ունենք, ուզում ենք նրա ապագայի հետ կապված իմանանք, բա ումից իմանանք այդ ամեն ինչը, ժողովուրդ ջան։ Բայց սա է հարցը, բա որ իշխանությունը չասի, որ ամենամեծ ինֆորմացիան ունի։ Դուք պատկերացնեք բոլոր երկրներում Հայաստանի դեսպանատները ինֆորմացիա են ուղարկում Հայաստանի արտգործնախարարություն։ Բացի դրանից մեր հատուկ ծառայությունները ուսումնասիրություններ են կատարում։ Մեր պաշտոնյաները ամեն օր տասնյակ հանդիպումներ են ունենում տարբեր երկրների իրենց գործընկերների հետ։ Դուք պատկերացնում եք ինչ հսկայածավալ ինֆորմացիա է գալի, որից հետո իրանք կանգնում ասում են ժողովուրդ ջան, ուզում ենք ձեզ ասենք, որ այն ինչ որ կատարվում է Ուկրաինայի հետ կապված։ Այդքանը իմացեք հերիքա, այդքանը իմացան, բա ում լսեն, որ իմանան ինչա տեղի ունենալու։ Դրա համար ժողովուրդ ջան, ստիպված ամենօրյա ռեժիմով նորից պետք է խոսենք այդ հարցերի հետ կապված, որովհետև ինչպես տեսնում եք, ընդհանրապես մեր արտգործնախարարությունը փաստ արձանագրող է, կոնկրետ ձեզ ուղղորդող չի, կոնկրետ ձեր մտահոգությունները փարատող չի։ Դե անցնենք ուրեմն ուկրաինական պատերազմի հանգուցալուծման հետ կապված, եթե հանգուցալուծում դեռ հնարավոր է այդ թեմաներին։ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո Ուկրաինայի
Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կողմերը հաստատում են, որ առաջիկայում Ուկրաինան եւ ԱՄՆ-ն կստորագրեն հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը։ Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ ենթակա է Ռուսաստանի Դաշնության ընդունման ու միաժամանակյա իրականացման։ ԱՄՆ-ն կհաղորդի Ռուսաստանին, որ խաղաղության հասնելու համար վճռորոշ գործոնն այդ երկրի փոխադարձ քայլերն են։ Միացյալ Նահանգները անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը եւ կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։ Պատվիրակությունները քննարկեցին նաև խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության ջանքերի կարևորությունը, հատկապես նշված հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը եւ բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Վերջում երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ։ Սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը եւ երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը։ Իդեպ ուշադրություն դարձնենք մի հանգամանքի, այն ինչ որ հայտարարում էր նախընտրական փուլում Դոնալդ Թրամփը, այն ինչ որ ինքը ասեց, որ մինչև օվալաձև աշխատասենյակ մտնել է այդ հարցը կլուծեմ եւ այն ինչ որ մենք տեսանք իրականում ինչա կատարում, այդ բոլորը մշտապես խոսել ենք, դա պարզ է, բայց տեսեք ուրիշ խնդիր, եթե Դոնալդ Թրամփը հասկացավ, որ սխալներ է տեղի ունեցել եւ հասկացավ, որ այդ զիջումները Ռուսաստանին շատ լուրջ հարված է հասցնում Ամերիկայի կշռին ու հեղինակությանը եւ դա չի հանգեցնում նրան, որ ինքը պատերազմը դադարեցնելով գլուխը գովի եւ իրան պետք է ուղակի մի հատ քայլ կատարվի, որ հետո ինքը ասի այդ տեսակ ես ամեն ինչ արեցի, բայց այս ռուսները խաղաղության չեն գնում, որ այդ առիթը օգտագործի մեղավոր ճանաչի Ռուսաստանին եւ որի պարագայում շարունակի ակտիվ ձևով օգնել Ուկրաինային, մեզ համար հրաշալի է։ Մեզ համար ինչ տարբերություն, թե կոնկրետ Դոնալդ Թրամփը մեղքում վրա կգցի։ Մի մոմենտ Զելենսկու վրա գցեց, տեսավ չստացվեց, հետո մեկ էլ ուրիշ խնդիր կլինի, իր թիմակիցներից մեկի վրա կգցի, նրան կզրկի այդ գործից։ Կապ չունի ինքը ում վրա կգցի, ժողովուրդ ջան։ Կարևորը մեր ուզածն ինչ է, որ ինքը Եվրոպայի հետ սերտ համագործակցելով նոր աշխարհակարգի առումով լինի, որ ագրեսորին պատժեն, որի դեպքում ուժի դիրքերից եթե շարունակեն աշխարհը վերաբաժանել չեն կարողանալու, բայց բոլոր երկրները ցանկանալու են ուժեղանալ։ Առավել ևս ցանկանալու են միջուկային զենք ձեռք բերել, որովհետև ուժեղի դար է գալիս։ Չի կարալու Թրամփը դա անի։ Բայց եւ թե ինքը հասկացել է եւ ինքը ուզում անցնի պլան B-ին, որի մասին մշտապես խոսել ենք, բա մեր ուզածը դա չի։ Բա մենք մեզ սպասելիքը Ամերիկայի, չի։ Թող ինքը վերանայի իր քաղաքականությունը, թող ասի մեղավորը էս ինչն է, այ դրա համար ես ուզում էի խաղաղության գնամ, դուք չգնացիք, դե հիմա կտեսնեք։ Բա մեր ասածն էլ դա է, ժողովուրդ ջան։ Բա ասում են, որ հարգելիս, այն որ դու ասում ես, մինչև Օվալաձև աշխատասենյակ մտնելը պատերազմը կավարտվի, եթե դու այն ժամանակ կանգներ քննադատեիր դեմոկրատներին, ասեր եք թույլիկներ, ձեր պատճառով Պուտինը հարձակվեց, ես ելնեի չէր հարձակվի, հիմա ես դառնամ նախագահ, վիզը վրից պոկելու եմ Պուտինի, այդ ժամանակ պատերազմը ավարտված կլներ, մինչև դու Օվալաձև գրասենյակ մտնելը, որտեղ Պուտինը 4 տարի այլևս չէր կռվելու։ Բավական է թեկուզ նախկիններին մեղադրելուց հետո ոչ թե ասել դե գնանք խաղաղության, Պուտինի հետ լավանանք, ագրեսորի հետ լավանանք, բավական է ագրեսորը իմանար, որ գալիս է մեկ ավելի ռադիկալ քայլեր է անում, այդ ժամանակ ինչ էլ քննադատեր նախկիների մարդիկ կասեն ճիշտ է անում։ Ամերիկայի հեղինակության հարցն է, ինչ արեցիք, որ ագրեսորները լկտի անում են, տեսեք ոնց են տեղը դնում։ Այդ ժամանակ այո պատերազմը ավարտված կլներ, որովհետև Ռուսաստանը անիմաստ կհամարեր 4 տարի կռվել։ Իսկ հիմա ինքը հասկացավ, որ կարա կռվի, որովհետև Թրամփը իրաց թիմից է խաղալու։ Հիմա երբ որ Թրամփը վերանայեց, Ռուսաստանը խնդիր է ունենալու։ Հիմա Ռուսաստանին փաստի առաջ են կանգնացնելու։ Եթե Ռուսաստանը համաձայնվում է, այսինքն ստացվում է, որ իրանք ասում են այսպես, Ուկրաինային ասեցինք համաձայնվեց,
Հիմա դու էլ համաձայն։ Եթե Ռուսաստանը չի համաձայն, ասում են դու ես մեղավոր ագրեսոր։ Եթե Ռուսաստանը համաձայնվում է եւ այդ պարագայում նաեւ ստիպված ալնում որոշակի փոխզիջումների գնա, Ամերիկան ասում է, տեսակ, ես կարողացա գոնե ինչ որ խնդիր լուծեմ։ Այսինքն ոչ թե Ուկրաինային պարտադրեմ, թե դու հաղթատուկ չունես, խաղաքարտ չունես, այլ Ռուսաստանը ունի։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն էլ չունի, եթե ունենար ինքը կաներ։ Հիմա շարունակենք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է. ամերիկացիների հետ հանդիպման մեր ուկրաինական առաջարկը 3 բան էր. հրադադար երկնքում, հրադադար ծովում եւ իրական միջոցներ վստահություն հաստատելու այս ամբողջ իրավիճակում, որտեղ դիվանագիտությունը շարունակվում է առաջին հերթին գերիների ազատում։ Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամփին մեր թիմի զրույցի կառուցողական բնույթի համար։ Եվ եթե այս ժեստերը, որը անում է Վոլոդիմիր Զելենսկին, դա օգնելու է Տրամփին շոյի իր ինքնասիրությունը, տեսակ ոնց փոխվեց, որի հետ կապված ինքը Ուկրաինային օգնելու է, բա մեր ուզածը դա չի, օգնելով Ուկրաինային մենք էլ պետք է հասկանանք, մենք չենք այս մեր տարածաշրջանի ուժեղը, եթե Ուկրաինային պարտադրեցին մի բան, վաղը մյուս օրը Հայաստանի հետ կապված, եթե նա ագրեսիա եղավ, ում ենք դիմելու, երբ Տրամփն ասում է, ով որ գրավել է, ինքը արտոնյա տեղից է բանակցում, որովհետև ինքը առավելություն ունի, ինքը գրավել է։ Բայց ժամանակ էլ Թուրքիայի դերակատարությունը մեծանում է, մեր իշխանություններն էլ քցվել են դեպի Թուրքիա, ումով ենք դեմը առնելու։ Բայց մենք առաջ երթին նաև թողիզներեն բոլորը առաջ երթին Հայաստանի համար ենք մտահոգ, մի որ չասեմ չեք հասկանում։ Իսկ ցանկացած բան նայում եմ Հայաստանի պրիզմայով։ Այո, աշխարհի պրիզմայով, մենք այս մոլորակի վրա ենք ապրում, բայց Հայաստանի շահերի պրիզմայով։ Այդ շահերից որի հետ կապված չհամընկնում, ես ասում եմ, այս բանը ինձ համար ընդունելի չի, կապ չունի դա ով է։ Զրույցի կարևոր տարրը ԱՄՆ-ի պատրաստակամությունն է վերսկսել պաշտպանական օգնություն Ուկրաինային, ներառյալ հետախուզական օգնությունը։ Ուկրաինան պատրաստ է խաղաղության Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իր պատրաստակամությունը, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահ նաև Զելենսկին ինչ է ասել. Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի։ Դա Ուկրաինայի համար բանակցություններում կարմիր գիծ է։ Ես որպես նախագահ եւ ուկրաինացիները որպես մեր երկրի քաղաքացիներ չեն խախտի մեր սահմանադրությունը, այլ պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, պաշտպանելով մեր ժողովրդին եւ մեր հողը։ Մեզ համար շատ դժվար է կռվել նման թշնամու դեմ։ Սա հասկանալի է, Ուկրաինան պայքարում է անկախության համար, ուստի Ռուսաստանի օկուպացրած ոչ մի տարածք չի ճանաչի։ Մենք ոչ ոքի թույլ չենք տա մոռանալ Ուկրաինայի դեմ այս հանցագործության մասին, նշել է Ուկրաինայի նախագահը։ Իդեպ, ինչպես տեսակ, հստակ ձևով խոսում էր այն մասին, եթե մենք չենք ճանաչում օկուպացված տարածքը, նույնիսկ զինադադար էլ լինի, Ուկրաինան զինվելու է, արևմուտքը զինվելու է, այդ սխալներն ուղղելու է, վաղը մյուս օրը գալու է մի պարագայում, որովհետև իրավիճակն էլ Ամերիկայում փոխվելուց հետո, որ Ամերիկան միասնական քաղաքականություն տանի Եվրոպայի հետ, շատ ավելի լավ վիճակի մեջ է ալնելու Ուկրաինան։ Եվ շատերը, որոնք որ սենց հեգնական խոսում են, այդ ծաղրածուն լադր դիմադրում է եւ այլ, ես ուզում եմ մի հատ պարզապես մի բան հասկանամ։ Եթե դուք գտնում եք, որ Ուկրաինայի նախագահը ծաղրացու է, բայց մի հատ հարցրեք ձեզ 3 տարի աշխարհի երկրորդ բանակն ունեցող, ինչ 3 տարուց էլ ավել։ Վլադիմիր Պուտինը ձեր գերհզոր անձնավորությունը, բայց այդ չի կարող հաղթի։ Ում դեմ է պայքարում։ Եթե դուք արժեզրկում եք նրա մրցակցին, ու նա չի կարողանում հաղթի 3 օրում պետք է հաղթեր։ Հիմա ով է ծաղրացուն, ժողովուրդ ջան։ Այսինքն դուք թերագնահատելով լավ վիճակի եք բերում, երբ որ ռուսական զորքը արդեն Կիևի մատույցներում էր, կրակոցները լսվում էր Կիևի ներսում, Զելենսկին դուրս եկե փողոցում նկարվում էր։ Շատերն ասում էին կարող է շուտ է նկարվել, վախից ուղակի հիմա է գցում։ Այնպես պատկերներ էր վերցնում, որ երևար, որ հենց հիմա է նկարվել, հենց այս պահին է նկարված։ Այսինքն ինքը չէր վախենում, որ կրակոցը կարող է իրան կպնի։ Բայց երբ որ Պուտինի իսկ իր դեմ Պուտինն էր իր դեմ, որոնք հասել էին Կիևի մատույցներ, իսկ երբ որ Պուտինի խոհարարը մտավ Ռոստով, լա Ռոստովից մինչև Մոսկվայի տարածքի հեռավորությունը նայեք, տանկերը ինչքան ժամանակում էին անցնում, արդեն Պուտինը հանձնարարել էր մեծ մոսկովյան տարածքում խրամատներ փորել, որ հանկարծ չանցնեն այդ տանկերը, եւ ինքը փախել էր Կրեմլից, ժողովուրդ ջան, դա ֆիքսված է։
Այդ ուժեղ տղեն ինքն է, որ կռվում էր ծաղրածուի դեմ։ Մի հոգի էլ կար, այդպես լոփո խոսում էր մեր աշկի առաջ տեղի ունեցած էլի մեր թվարկությունից առաջ 331 թվականին Գավգամելայի ճակատամարտը, երբ որ Դարեհ երրորդը Պարսից թագավորը մտածում էր այդ երեխենով էլի, որ իր այդ ինչ որ խնդիր ունենա Ալեքսանդր Մակեդոնացու մասին, որովհետև այդ ժամանակ Մակեդոնացին 25 տարեկան էր, ինքը 50 տարեկան էր, բայց հետո արդյունքը տեսանք, թե այդ երեխան ինչ բերեց իր գլուխը, եթե երեխայի հետ ես կռվում հաղթես, դա մի մեծ բան չի, եթե պարտվես խայտառակություն է, ուղղակի ես ուզում եմ ասեմ, նման գնահատականներ տվողը թող նայեն, թե իրականում ինչա տեղի ունենում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել են, որ երբ Կիևը համաձայնեց լիարժեք ժամանակավոր զինադադարին, այժմ պատերազմը դադարեցնելու համար պատասխանատվություն ստանձնում է Ռուսաստանը, այսինքն իրանք ուզում են, եթե Ռուսաստանը հրաժարվի, իրանք ասեն այդ տեսակ մենք ստիպված ենք Ուկրաինային ավելի ակտիվ օգնենք, դու մեր առաջարկությունը չհասկացար, այն դեպքում, երբ որ մենք ասում ենք Ուկրաինային պարտադրում ենք զիջումներ։ Եվ Ռուբիոն եւ Վոլտն ընդգծել են, որ Ուկրաինան ցույց է տվել, որ նվիրված է խաղաղությանը, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հրապարակ կասկածի տակ էր դրել հրապարակավ։ Այո, դրական առաջընթացի արդյունքում ԱՄՆ նախագահը որոշել է չեղարկել ապագա օգնության եւ Ուկրաինային մեր անվտանգության աջակցության դադարը, որն ուժի մեջ կմտնի անմիջապես, հավելել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականը։ Իհարկե ասենք, որ նաեւ Լեհաստանն էլ հաստատեց, որ արդեն սկսել են նորից մատակարարումները զենքի, այնպես չի որ արդեն պաշտոնապես երրորդ երկիր հաստատեց դա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում կայացել է Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ խաղաղության բանակցությունների արագացման հետ կապված անհրաժեշտ է հայեցակարգից անցում կատարել պլանի, որպեսզի սահմանվեն անվտանգության հուսալի երաշխիքներ, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա ամուր եւ կայուն խաղաղություն։ Կամավորների կոալիցիայի ռազմական առաջնորդների կոմունիկեում ասվում է, որ դրա մասնակիցները համաձայն են, որ անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից եւ նրա հնարավորություններից։ Ռուսաստանը, որ Ուկրաինայի վրա հարձակվեց, ինքը կարծում էր, որ կպառակտվի նաև Եվրոպան, չի միասնական պայքարի, տարբեր շահեր ունեն, գազային կախվածություն, նավթային կախվածություն Ռուսաստանից կամ ամեն մեկը ուրիշ տարբերակներ կա, բայց համախմբվեցին, փոքր տարաձայնությունները չխանգարեցին, որ Եվրոպան կարողանա իր ծրագիրը իրականացնի, բայց նույն ձևի թերագնահատելով Եվրոպային, Տրամփն էլ մտածեց, որ բավական է ինքը կոշտ ձևով Ուկրաինայի հետ կապված խոսի Եվրոպային ասի ես քեզ չեմ օգնելու, Եվրոպան պառակտվել է, որովհետև Դոնալդ Տրամփի հետախուզական ինֆորմացիան գալիս է Ռուսաստանից։ Ռուսաստանի հետախուզական ինֆորմացիայով Ռուսաստանը խաբվեց 3 օրվա պատերազմը 3 տարուց ավել է տևում։ Ես զարմանում եմ, դնում ես քո հատուկ ծառայությունների մարդկանց աշխատանքից ազատում, Ռուսաստանից հատուկ ծառայությունների կարծիք վերցնում։ Ինչպես տեսակ հիմա Եվրոպան նորից միասնական է հանդես գալի եւ լիդերությունը ստանձնում Ֆրանսիան, որի պարագայում Դոնալդ Տրամփը ստիպված եղավ նաեւ վերանայել իր քաղաքականությունը, ինչը ակնհայտորեն բխում է մեր շահերից։ Չմոռանանք, որ ես միշտ ինչ ուզում ալնի Միացյալ Նահանգների վերականգնելը, որ աշխարհի գերտերություն, ոչ թե գերտերությունը, այլ միաբևեռ աշխարհ սարքի նոր Եվրոպայի հետ պայմանավորվելով Եվրոպային դարձնի բևեռ եւ սերտ համագործակցեն։ Իմ պատկերացրած նոր աշխարհակարգը այդպիսին է։ Դրա համար շատ ծանր եմ տանում, երբ որ հատկապես Ամերիկայից լինում է քայլեր, որը ուղղակի անցնում է Ռուսաստանի կողմը, որի դեմ այսքան տարի մենք պայքարում ենք նրանից ազատվելու համար։ Իսկ հիմա ինչպես տեսնում եք, Եվրոպայի վճռականությունը նաև փոխելու է պլանները Դոնալդ Տրամփի, որը բխում է, ինչպես ասում եմ, մեր շահերից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանելով Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները հայտարարել է. Ես ողջունում եմ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև այսօր Ջիդայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, հատկապես հնարավոր 30-օրյա հրադադարի գաղափարի շուրջ։ Այժմ գդակն ակնհայտորեն Ռուսաստանի կողմն է։ Ֆրանսիան եւ նրա գործընկերները նախկինի պես հավատարիմ են ամուր եւ երկարաժամկետ խաղաղությանը, որն ապահովված է Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներով, կռահել է Ֆրանսիայի նախագահը, ինչպես տեսնում եք, ողջունումը եւ
պատրաստ են վերև նայեցիք, թե ինչ է նախապատրաստվում, որ իրանք պետքա կոնկրետ պլաններ ունենան, եւ նաեւ ողջունում են Ամերիկայի ջանքերը խաղաղության տանելու։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներին առնչվող հայտարարություն է արել։ Ողջունում ենք Ջիդայի այսօրվա լուրերը Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, ներառյալ հրադադարի մասին համաձայնագրի առաջարկը եւ հետախուզական տվյալների փոխանակումը եւ Միացյալ Նահանգներից անվտանգության աջակցության վերսկսումը։ Սա դրական զարգացում է, որը կարող է քայլ լինել դեպի Ուկրաինայում համապարփակ, արդար եւ տեղական խաղաղության։ Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Եմեն պատրաստ է իր գործընկերների հետ միասին կատարել իր լիարժեք դերը գալիք խաղաղ բանակցություններում, ասված է Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարության մեջ։ Իդեպ առայժմ ռուսները շատ զգուշավոր են, դեռ առանձնապես հայտարարություն չկա, սպասում են մանրամասներին եւ Ամերիկայից ասել են, որ մանրամասները իրանց հետ կքննարկեն, որտեղ իրանք հիմա չեն կողմնորոշում իրանց ոնց պահեն, որ հարվածի տակ չընկնեն, որտեղ հասկանում են, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները կոպիտ ասած իրանց գլխին սարքում է, որ հանկարծ ռուսները հրաժարվեն ու ասի դա այդ տեսակ, հիմա տեսեք ինչ են կանելու եւ հետ բերի այն կորուստները, որը ունեցել է, չնայած որոշ բաներ անդառնալի են։ Այդ անվստահությունը Ամերիկայի նկատմամբ շատ ցավալի է, բայց շատ բաներ լինելու է անդառնալի։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Ջիդայում կայացած ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքում որոշում է կայացել անհապաղ վերսկսել ռազմական եւ հետախուզական օգնության տրամադրումը Կիևի իշխանություններին։ Նախագահը որոշում է ընդունել չեղարկել Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնության տրամադրման կասեցումը, որն ուժի մեջ է մտնում անմիջապես, ասել է Ուոլցը։ Այն ինչի մասին, որ խոսել ենք, երբ որ իրանք դադարեցրել են, շատ վատ ընդունվեց ամբողջ աշխարհում, շատ վատ է ընդունվել նաև մեր կողմից, բնական բան է, եւ ասել ենք, այս ինչ է կատարվում։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը Պոլիսան հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունն արդեն վերականգնվել է։ Այսինքն Լեհաստանն էլ էր հաստատել, նաև Ուկրաինայից են հաստատում են, որ ԱՄՆ-ի օգնությունը վերականգնվել է, պայմանավորվածությունները սկսում են իրականացվել, գրել է Պոլիսան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի պատվիրակությունները կհանդիպեն Ուկրաինայի հարցով այսօր կամ վաղը։ Հուսանք, որ Ռուսաստանը կհամաձայնվի հրադադարին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին կհրավիրվի Սպիտակ տուն։ Հարցին արդյոք Զելենսկին հրավիրվել է Սպիտակ տուն, Տրամփը պատասխանել է. իհարկե։ Այսինքն դուք տեսնում եք, որ ինքը ասում է այդ տեսակ թյուրիմացությունները հարթվեցին, ամեն ինչ նորմալ է, եթե իրան պետք է իր ինքնասիրությունը շոյել, էդ էլ ասում է, տեսեք, ես խաղաղության գնացի, գործարքն է կնքեցի, այս արեցի, այն արեցի, եթե դա իրան պետք է շոյելու համար, տարիքի խնդիր է, բան չունեմ ասելու, կարող է դրա կարիքը ունի, էդ էլ ընդունենք, բայց եթե նույնիսկ դրանով հարցը կարող է լուծվել, միայն ուրախ ենք։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը համենայն դեպս Դոնալդ Տրամփի կողմից ճանաչվի որպես հիմնական պատճառներից մեկը, այսինքն Տրամփի կողմից ճանաչվի, որ իր հարձակումը Ուկրաինայի վրա արդարացված է, որտեղ Ուկրաինան ուզում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, թե բայց ինչի բա չես հարձակում Շվեդիայի ու Ֆինլանդիայի վրա, բանանք էլ ՆԱՏՕ-ի անդամ դառան աշներից առաջ։ Այսինքն ինքը դա գցում է Տրամփի վրա, եթե Տրամփը շարունակում է մնալ այն կարծիքին, որ պատերազմի մեղավորը Ուկրաինան է, որտեղ ուզում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ուրեմն լավ է, որպես հիմնական, ապա ուկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի առկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով նույնպիսի սպառնալիք է մեզ համար, նշել է նախարարը։ Բայց մոռանում է, որ եթե Դոնալդ Տրամփը դա մեղադրում է, Դոնալդ Տրամփը ուզի-չուզի պիտի վերանայի հասկանա, որ ՆԱՏՕ-ի հետ կապված գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քաղաքականություն էր, ոչ թե օրվա իշխանության կամ օրվա նախագահի, որի պարագայում անտեսել է ամեն ինչը, մեղադրել Ուկրաինային, թե բա քո հետ տասնամյակներով աշխատել ենք, բա դու չես մեզ հավատացել, շատ վատ բան է Ամերիկայի հասցեին արված։ Եվ կարծում եմ, որ որոշ մարդիկ ուղղակի գլխի են գցել Տրամփին, որ վերանայի այդ վերաբերմունքը, ինչքան ուզում ես ինչ-որ մարդկանց քննադատի, բայց Ամերիկայի պետական շահերի վրա դուրս մի արի։ Հիմա ոնց որ տեսնում ենք, կամած այդ հարցերի լուծումը ստացվում է։ Տեսնենք, ամեն դեպքում զգուշավոր լավատեսություն ունենանք, բայց ումից ենք սպասում նոր աշխարհակարգ իհարկե Ամերիկայից։ Ինչու մենք պետք է համաձայնություն տանք խաղաղարար ուժերին կամ որևէ խաղաղարար խմբի։ Նրանք ցանկանում են, որ այդ ուժը բաղկացած լինի այն երկրներից, որոնք մեզ ճշտամի են հայտարարել։ Նրանք այնտեղ կգան որպես խաղաղարարներ
եզրափակել է Լավրովը, մոռանում է թե ով է իրան թշնամի հայտարարել։ Այդ նույն Եվրոպան քեզ գործընկեր էր համարում։ Մեծ 7-նյակի անդամ էին սարքել, անունը դրել մեծ 8-նյակ։ Չնայած այդ քաշը չունեիր։ ՆԱՏՕ գումարած Ռուսաստան գործընկերություն էին անում։ Ռուսաստանը կանգնեց հայտարարեց, որ մեր արտաքին քաղաքական գերակայությունը առաջի տեղը Եվրամիությունն է, երկրորդը Ամերիկան, երրորդը նոր ԱՊՀ-ն։ Այդ ամեն ինչը ֆիքսված կա, չէ՞, ժողովուրդ ջան։ Բայց այդ դեպքում Եվրոպան ձեզ երբ էր թշնամի համարել։ Եվրոպան ձեզ թշնամի օկուպանտ է համարել, որ դուք մտել եք տարածք, չհարգելով ոչ մի միջազգային օրենք։ Հիմա էլ դրա մեջ մեղավոր եք ման գալի Եվրոպային, բայց հասկանում ա, որ արդեն եթե Տրամպը իրանց չօգնի, Եվրոպային մեղադրելը ոչինչ չի տա։ Իհարկե էլի բաներ կա, որոնք որ ցավալիորեն դեռ Տրամպը չի կարողանում դուրս գա այդ գծից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը որոշել է աջակցել գործարար միլիարդատեր կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկին, նրա Տեսլա ընկերության արժեթղթերի գնի եւ մեքենաների վաճառքի ցուցանիշների ռեկորդային անկման պայմաններում եւ գնել է ընկերության մեքենաներից մեկը։ Իհարկե երեգել եմ այս թեմային անդրադարձել, սա իհարկե խայտարակություն է, վերես մեքենաները սպիտակ տանդեմը շարես ու դնես այդտեղ բան բացես, էլի ավտոշուկա բացես ու սկսես մեքենաները ընտրել, հերթով բոլորը գովես, ներկայացնես սրա որակները, սրա բնութագրող տվյալները եւ այլ, չեմ պատկերացնում, թե ավելի անհարմար բան հնարավոր է պատկերացնել, թե չէ։ Իսկ մենք լուրջ սպասելիքներ ունենք, դրա համար եմ ծանր տանում, էլի։ Տրամպը Մասկի եւ նրա փոքրիկ որդու ուղեկցությամբ քայլել է Վաշինգտոնի իր նստավայրի տարածքում շարված մեքենաների մոտով եւ ասել, որ գնելու է կարմիր էսիչ մեքենան։ Նշենք, որ Տեսլայի վաճառքները Ֆրանսիայում եւ Սկանդինավիայում փետրվարին կտրուկ նվազել են, ինչն ազդել է ընկերության շուկայական մասնաբաժնի վրա։ Հաղորդվում է նաեւ, որ Տեսլան Ավստրալիայում փետրվարին վաճառքի կտրուկ անկում է գրանցել անցյալ տարվա համեմատ 70%-ով։ Լավ, հիմա եթե դրած Տեսլա է վաճառում, մի հատն էլ բանը թորնու համար առե, Դոնալդ Տրամպը թորնուիներից մեկի համար 17-ամյակի կապակցությամբ նվիրել է Տեսլա սուպեր տրակը մեքենան։ Նա այս մասին ասել է Սպիտակ տան տարածքում լրագրողների ներկայությամբ իր համար Տեսլա մեքենա հրապարակավ գնելու արարողության ժամանակ։ Նա մանրամասնել է, որ թորնուին շատ է հավանում նվերը։ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ մեքենան գնել է մեկ տարի առաջ։ Նա հավանում է մեքենան, այն շատ անվտանգ է, շատ ամուր, ծանր, ամբողջը պողպատից է, չժանգոտվող պողպատից, հավելել է Տրամպը։ Արժանիքներն է նկարագրում մի տարի առաջվա առած մեքենան 17 տարվա հետ կապված, 17-ամյակի հետ կապված նվիրումը մեքենայի արժանիքներն ներկայացնում։ Լավ, մի հատ ուրիշ հարց։ Միլիոնավոր ամերիկացիներ հավատացել են Դոնալդ Տրամպի տնտեսական քաղաքականությանը, որ զարգացում են ունենալու, գնաճի դեմ պայքարելու, մարդկանց եկամուտներն աճելու։ Հիմա այդ մարդիկ տուժում են գնաճի պատճառով եւ եկամուտների եւ ապագայի նկատմամբ վերաբերմունքի կորուստի պատճառով։ Բանորան Տրամպը չի պատրաստվում այդ մյուսներին էլ խաթրներն առնի, գնա մեկի ապրանքը չի վաճառվում, իր հրուշագեղենը մնացել է իրանց օբյեկտներում, մարդիկ նեղված են, չեն գնում առնեն, մեկը չգիտես ինչ է վաճառում, մեկը սղոց, բան, ուրակ, չգիտես ինչ է վաճառում, բայց այդ մարդկանց ով պետք է օգնի, բայց այդ մարդիկ քութիկունքին կանգնել են։ Ես ուզում եմ ասեմ, որ սա չի էլի տարբերակը, սա չի ճանապարհը։ Երբ որ քաղաքականություն ես վարում, այդ ամեն ինչը ակնհայտորեն երևում է, որ տանելու է փակուղի, տանելու է անկման։ Հիմա գոնե դրանից որոշում կայացնել, կանգնում ասում են չի հետաքրքրում բանի այդ ֆոնդային բորսայի փլուզումը։ Ֆոնդային բորսային փլուզումը չի հետաքրքրում, մենակ հետաքրքրում է Իլոն Մասկի ընկերությունը, բայց մյուսները դա ոնց են գնահատում։ Իսկ այդ փլուզումը նայա, որ ապագայի նկատմամբ հավատը կորցրել են, սպասում են մի հատ տենա ինչ է կատարում։ Հուսով եմ, որ շուռ կգա, գոնե դրա հետ կապված էլ որոշում կկայացնի։ Թվում էր թե այս գոնե իր մասնագիտությունն է։ Եթե իր մասնագիտությունը ցախողումն է, սա չզարմանանք, թե արտաքին քաղաքականությունը մինչ ասենց վայրի վերումների մեջ հայտնվում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։